Երբեմն ընտանիքը քեզ ստիպում է ընտրել սիրո և արյան միջև։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ ատելությունը թշնամու հանդեպ սուրբ է, որտեղ եղբայրը պատրաստ է քրոջը ուրանալ միայն նրա ընտրության համար։ Բայց ինչ կլինի, եթե այդ ամբողջ ատելությունը կառուցված լինի ստի վրա։ Մի սարսափելի գաղտնիք, որը ծնողները թաքցրել են տասնամյակներ շարունակ։ Մի գաղտնիք, որը կարող է կամ փրկել, կամ վերջնականապես կործանել նրանց։ Այս պատմության մեջ դուք կտեսնեք, թե ինչպես է մի բառը փոխում ամեն ինչ, ինչպես է անցյալի ուրվականը վերադառնում, պահանջելու իրենը։ Բայց ամենակարևորը մենք ցույց կտանք այն պահը, երբ երկու թշնամի կանգնում են դեմ դիմաց ոչ թե մարտի դաշտում, այլ սեփական տան շեմին։ Եվ այն, ինչ տեղի է ունենում հետո, կստիպի ձեզ վերանայել ամեն ինչ, ինչ գիտեիք հավատարմության և ներման մասին։ Պատրաստվեք մի պատմության, որը կմխրճվի ձեր սրտի մեջ և կմնա այնտեղ երկար ժամանակ։ Բաժանորդագրվեք հենց հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբարություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Երևանի Դավթաշեն քաղամասի քարե տան խոհանոցում թանձր լռություն էր։ Օդում տարածվում էր դոլմայի և թարխունի անուշ բույրը, բայց դա չէր մեղմում լարվածությունը։ Սոնան, 55 տարեկան մի կին, խնամքով փաթաթում էր խաղողի տերևները։ Նրա ամեն մի շարժումը կշռադատված էր, կարծես վախենում էր խախտել այդ փխրուն հանգիստը։ Սեղանի մյուս կողմում նստած էր ամուսինը, Կարենը։ 60-ամյա այս տղամարդը լուռ խմում էր իր սուրճը, հայացքը հառած պատի ընտանեկան լուսանկարներին։ Այդ նկարներում ժպտում էին իրենց երիտասարդ դեմքերը, երեխաների անհոգ մանկությունը։ Իսկ ձեր տան պատերին ինչ պատմություններ են պահպանվում։ Լռությունը խախտեց դռան բացվելու ձայնը։ Սենյակ մտավ նրանց որդին, 35 տարեկան Վարդանը։ Նրա հագին զինվորական շապիկ էր, իսկ հայացքը դատարկ էր ու հոգնած։ Նա 44-օրյա պատերազմի վետերան էր, և այդ պատերազմը դեռ շարունակվում էր նրա հոգում։ Վարդանը լուռ նստեց հոր կողքին, նույնիսկ չնայելով մորը։ Նրա աչքերը կանգ առան մի նկարի վրա, որտեղ ինքը գրկել էր իր զինակից ընկերոջը, Արմենին։ Արմենն այլևս չկար։ Նա մնացել էր մարտի դաշտում, իսկ նրա ժպտիտը այս պատին։ Վարդանը ամեն օր խոսում էր այդ նկարի հետ։ Իսկ դուք ունեք մեկը, ում հետ խոսում եք միայն մտքում։ Հանկարծ դրսից լսվեց ուրախ, զվարթ ծիծաղ։ Դա Արմինեն էր, նրանց 26-ամյա դուստրը, որը եկել էր Թբիլիսիից։ Արմինեն ներս թռավ ժպիտը դեմքին, իր հետ բերելով կյանք ու լույս։ «Մայրիկ ջան, ինչ անուշ բույր է գալիս»։ Սոնայի դեմքը մի պահ լուսավորվեց։ «Աղջիս, արի, նստիր, քո սիրած դոլման եմ սարքել»։ Արմինեն համբուրեց ծնողների այտերը և նստեց եղբոր կողքին։ Նա փորձեց գրկել Վարդանին, բայց եղբայրը միայն գլխով արեց, առանց հայացքը նկարից կտրելու։ Ընտանիքը հավաքվեց սեղանի շուրջ։ Սեղանին դրված էր թարմ լավաշ, պանիր ու կանաչի։ Սոնան մատուցեց տաք դոլման։ Կարենը մի կտոր հաց կտրեց ու ասաց. «Դե, բարի ախորժակ»։ Սկզբում բոլորը լուռ ուտում էին։ Յուրաքանչյուրը խորասուզված էր իր մտքերի մեջ, մինչև Արմինեն խախտեց լռությունը։ «Ես ձեզ մի կարևոր բան ունեմ ասելու»։ Նրա ձայնը մի փոքր դողում էր, բայց աչքերը փայլում էին։ Բոլորը դադարեցին ուտելուց և նայեցին նրան։ Վարդանի հայացքը սառն էր ու թափանցող, կարծես նա արդեն գիտեր, որ լավ բան չի լսելու։ Սոնան անհանգիստ ժպտաց. «Ասա, աղջիկ ջան, լսում ենք քեզ»։ Արմինեն խորը շունչ քաշեց, համարձակություն հավաքելով։ Ես ամուսնանում եմ։ Սենյակում մի պահ լռություն տիրեց, որը շուտով փոխարինվեց Սոնայի ուրախ բացականչությամբ։ Կարենը ժպտաց. «Ապրիս աղջիկս, ով է այդ երջանիկը»։ Արմինեն նայեց հորը։ «Նա շատ լավ տղա է, հայրիկ, մենք իրար շատ ենք սիրում»։ Այդ պահին խոսեց Վարդանը։ Նրա ձայնը դանակի պես կտրեց օդը։ «Անունն ինչ է»։ Արմինեն վարանեց, հետո հստակ ասաց. «Նրա անունը Անար է»։ Վարդանի դեմքը քարացավ։ «Անար, այդ ինչ հայկական անուն է»։ Կարենը նույնպես զգաց լարվածությունը։ «Աղջիկս, իսկ ազգությամբ ով է նա»։ Արմինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա գիտեր, որ այս պահը որոշիչ է լինելու իր ողջ կյանքի համար։ Նա հայացքը հառեց եղբորը, հետո ծնողներին և հազիվ լսելի, բայց հաստատուն ձայնով շշնջաց. «Նա ադրբեջանցի է»։ Այդ խոսքերը օդում կախված մնացին ծանր քարի պես։ Վարդանը կտրուկ վեր կացավ տեղից։ Աթոռը մեծ աղմուկով ընկավ հատակին, խախտելով մահացու լռությունը։ «Ինչ, դու գժվել ես, աղջի»։ Նրա աչքերում այնպիսի կրակ վառվեց, որ Արմինեն ակամայց հետ քաշվեց։ Սոնան բռնեց որդու թևից, փորձելով հանգստացնել նրան։ «Վարդան ջան, հանգստացիր, արի խոսենք»։ Բայց Վարդանը ձեռքը կտրուկ հետ քաշեց։ «Հանգստանամ։ Իմ քույրը, իմ միակ քույրը»։ Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։
Ցավն ու զայրույթը խեղդում էին կոկորդը։ Ձեր կյանքում եղել է պահ, երբ խոսքերը կոկորդում են խրվել։ Նա մոտեցավ պատի նկարին, որտեղ իր զոհված ընկերն էր։ Դու սրա աչքերին ո՞նց ես նայելու։ Դու Արմենի հիշատակը ո՞նց ես պղծելու։ Նրա մատը դողում էր, ուղղված դեպի ժպտացող երիտասարդի դեմքը։ Արմինեի աչքերը լցվեցին արցունքով։ Վարդան, նա մեղավոր չէ, Անարը պատերազմի հետ կապ չունի, նա ատելություն չգիտի։ Վարդանը դառը խելագար ծիծաղով ծիծաղեց։ Ատելություն։ Ես ցույց կտամ ձեզ երկուսիդ էլ, թե ինչ է ատելությունը։ Նա դուրս եկավ խոհանոցից, ուժգին շրխկացնելով դուռը։ Ընթրիքը մնաց անավարտ, իսկ տան հանգստությունը ընդմիշտ խախտված։ Իսկ դուք կկարողանայիք ներել նման դավաճանությունը։ Հիշողությունները տարան Արմինեին մի քանի տարի առաջվա Թբիլիսի։ Այնտեղ հին քաղաքի նեղ փողոցներում մշակութային փառատոն էր։ Հնչում էր հայկական դուդուկ, վրացական պանդուրի և ադրբեջանական թառ։ Արմինեն ընկերների հետ զբոսնում էր, վայելելով այդ բազմազանությունը։ Անարը 28 տարեկան մի երիտասարդ ճարտարապետ այդ պահին նկարում էր հին շենքերի զարդանախշերը։ Նրանց հայացքները հանդիպեցին, և այդ պահից սկսվեց մի սիրո պատմություն, որը ծնվել էր խաղաղության և փոխըմբռնման քաղաքում։ Նրանց համար ազգությունը երբեք խնդիր չէր եղել։ Նրանք պարզապես սիրում էին միմյանց, հավատալով, որ սերը կարող է հաղթահարել ամեն արգելք։ Բայց Երևանում իրենց տանը ամեն ինչ այլ էր։ Այստեղ պատերազմի վերքերը դեռ թարմ էին, իսկ թշնամու կերպարը հստակ։ Վարդանի համար ամեն ադրբեջանցի իր ընկերոջ մահվան մեղավորն էր։ Նա չէր կարողանում տարբերակել մարդուն և ազգությունը։ Գիշերը Արմինեն իր սենյակում լաց էր լինում։ Նրա մոտ մտավ մայրը, Սոնան։ Նա նստեց աղջկա կողքին և գրքեց նրան։ «Աղջիս, մի լացիր ջիգյարս»։ Նրա ձայնը փափուկ էր, բայց թխուր։ Եղբայրդ, նա շատ բան է տեսել։ Նրա սիրտը վիրավոր է։ Դու պետք է հասկանաս նրան։ Արմինեն հեկեկում էր մոր ուսին։ Մամ, բայց մենք սիրուն ենք իրար, սերը ազգություն չի հարցնում։ Սոնան խորը հոգոց հանեց։ Այս աշխարհում հարցնում է բալես, մեր աշխարհում, ցավոք, հարցնում է։ Հաջորդ առավոտյան տանը տիրող լռությունն ավելի ծանր էր, քան նախորդ օրվա բացահայտ բախումը։ Վարդանը նստած էր բակում խաղողի վազերի տակ։ Նա դանդաղ մաքրում էր մի նուռ, հատիկները զգուշությամբ առանձնացնելով։ Նրա շարժումները մեխանիկական էին, իսկ հայացքը հեռու։ Նա չէր խոսում քրոջ հետ, նույնիսկ չէր նայում նրա կողմը։ Կարենը մի բաժակ սուրճով մոտեցավ որդուն և նստեց նրա կողքին։ Որդիս, արի խոսենք, այսպես չի կարելի։ Վարդանը չբարձրացրեց գլուխը։ Խոսելու բան չկա, հայրիկ։ Նրա ձայնը չոր էր ու անզգացմունք։ Նա պետք է ընտրություն կատարի, կամ մենք, իր ընտանիքը, կամ այդ թուրքը։ Ձեր կարծիքով արդյոք ընտանիքն իրավունք ունի նման վերջնագիր ներկայացնելու։ Կարենը ձեռքը դրեց որդու ուսին։ Բոլորը նույնը չեն, Վարդան, դու դա լավ գիտես, ատելությունը քեզ կկործանի։ Վարդանը կտրուկ նայեց հորը, և նրա աչքերում ցավ կար։ Ես միայն մի բան գիտեմ, հայր։ Նրանց գնդակը իմ ընկերոջ սիրտը կանգնեցրեց, իմ Արմենին տարավ։ Ես ո՞նց մոռանամ դա։ Նրա ձայնը կոտրվեց, և նա նորից կորացավ նրան վրա։ Հենց այդ պահին տան հեռախոսը զանգեց։ Սոնան վերցրեց լսափողը։ Զանգողը նրա քույրն էր, Անահիտը, որն ապրում էր հարևան շենքում։ Սոնա ջան, ինչ լուրեր են հասել ինձ, ամբողջ թաղամասը խոսում է, ասում են Արմինեն Թուրքի է գնում։ Լուրը կայծակի արագությամբ էր տարածվել։ Սոնան փորձեց հանգստացնել քրոջը, բայց ապարդյուն։ Անահիտի ձայնը հիստերիկ էր։ Ամոթ է, խայտառակություն, մենք մարդկանց աչքերին ո՞նց ենք նայելու, Կարենի գլուխը կախեցիք։ Հեռախոսազրույցից հետո Սոնան լուր նստեց սեղանի մոտ։ Հարազատները սկսել էին միջամտել, և դա միայն սրում էր իրավիճակը։ Նա գիտեր, որ սա միայն սկիզբն է, շուտով կզանգեն մյուս բարեկամները, կսկսվեն խելքի բերելու փորձերը։ Ճնշումը մեծանում էր ոչ միայն Արմինեի, այլև ամբողջ ընտանիքի վրա։ Դա ավանդույթի և արդիականության բախումն էր, անձնական երջանկության և հասարակական կարծիքի պայքարը։ Իսկ դուք ինչպես կվարվեիք, եթե ձեր որոշումը դատապարտեր ամբողջ տոհմը։ Երեկոյան Կարենը փորձեց ընտանեկան խորհուրդ հրավիրել։ Նա ուզում էր իրավիճակը լուծել հայերեն ձևով, խուսելով, քննարկելով, ընդհանուր հայտարարի գալով։ Բայց Վարդանը կտրականապես հրաժարվեց մասնակցել։ Իմ ասելիքը ես ասել եմ, նա փակվեց իր սենյակում։ Արմինեն լուր լսում էր ծնողների անարդյունք վեճերը։ Նա հասկանում էր, որ իր սերը դարձել է պատերազմի դաշտ իր ամենահարազատ մարդկանց միջև։ Նրա սիրտը կտոր-կտոր էր լինում։ Նա պետք է որոշում կայացներ, բայց ցանկացած որոշում ցավ էր պատճառելու, կամ նա կկորցներ իր սիրելին, կամ իր ընտանիքը։ Ընտրություն, որը ոչ ոք չպետք է կատարի։
Այդ գիշեր Վարդանը մտավ Արմինեի սենյակ։ Նա դուռը փակեց իր հետևից։ Արմինեն վախեցած նայեց նրան։ Եղբոր հայացքը սառն էր ու անողոք։ Վարդան, ի՞նչ ես ուզում։ Նա մոտեցավ քրոջը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգստությունն ավելի սարսափելի էր, քան բղավոցը։ Դու մեր ընտանիքի պատիվն ես։ Նա խոսում էր դանդաղ, կշռադատված։ Դու մեր ազգի անունն ես կրում։ Նա կանգ առավ քրոջ դիմաց։ Դու չես կարող դավաճանել մեզ։ Ինչ է ընտանիքի պատիվը ձեզ համար։ Արմինեն վեր կացավ տեղից։ Սա դավաճանություն չէ, սա սեր է։ Վարդանը բռնեց նրա թևից։ Նրա բռունցքը երկաթի պես ամուր էր։ Լսիր ինձ, քույրիկ։ Նրա ձայնը սառույց էր կտրում։ Դու գիտես մարդիկ ինչ կասեն։ Նա սկսեց քայլել սենյակում։ Կասեն, Կարենի աղջիկը Թուրքի գնաց։ Նրա յուրաքանչյուր բառը մուրճի հարվածի պես էր։ Կասեն, Վարդանի քույրը թշնամուն ընտրեց։ Նա կանգ առավ և նայեց Արմինեին։ Մեր տան դռները կփակեն։ Նա շարունակեց. Մեր հոր գլուխը կկախեն։ Դու դա ես ուզում։ Արմինեն փորձեց ազատել ձեռքը։ Նրա աչքերից արցունքներ էին հոսում։ Ինձ մարդկանց կարծիքը չի հետաքրքրում։ Վարդանն ավելի ուժեղ սեղմեց նրա թևը։ Բայց ինձ հետաքրքրում է։ Նրա ձայնը բարձրացավ։ Մեր ընտանիքի թասիբը ամեն ինչից վեր է։ Նա գոռում էր արդեն. Դու պետք է մոռանաս նրան։ Արմինեն հեկեկում էր։ Ես չեմ կարող։ Վարդանը կտրուկ բաց թողեց նրա ձեռքը։ Ուրևն դու այլևս քույր չունես։ Նա շրջվեց դեպի դուռը։ Ես ինքս կխոսեմ այդ անարի հետ։ Նա դուրս գնալուց առաջ ավելացրեց. Նա կհասկանա, որ պետք է հեռու մնա։ Իսկ դուք ինչպես կպաշտպանեիք ձեր սերը։ Արմինեի սիրտը սառեց սարսափից։ Ոչ, խնդրում եմ, մի արա։ Բայց Վարդանը արդեն դուրս էր եկել։ Նա լսեց, թե ինչպես եղբայրը զանգեց ինչ-որ մեկին։ Նա խոսում էր ցածր, բայց սպառնալից ձայնով։ Արմինեն հասկացավ, որ Վարդանը փորձում է գտնել անարի հեռախոսահամարը Թբիլիսիում։ Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից։ Սա այլևս ընտանեկան վեճ չէր, սա վտանգավոր էր դառնում։ Արմինեն զգաց իրեն փակուղում։ Նա պետք է ինչ-որ բան աներ, և աներ շատ արագ։ Նա պետք է զգուշացնել անարին։ Բայց ինչպես։ Ինչ կարող էր անել նա փակված իր սենյակում, իր իսկ ընտանիքի կողմից։ Այդ գիշեր տանը ոչ ոք չքնեց։ Արմինեն անընդհատ զանգում էր անարին զգուշացնելով նրան։ Հյուրասենյակում Սոնան լուռ լաց էր լինում։ Կարենը նստած էր նրա կողքին, հայացքը հառած պատի սրբապատկերին։ Նրա դեմքը քարացած էր։ Աստվոց իմ, ինչ անենք։ Սոնան հեկեկում էր ամուսնուուսին։ Մեր ընտանիքը քանդվում է, Կարեն։ Կարենը երկար լռեց։ Հետո նա խորը շունչ քաշեց, կարծես մի ծանր որոշում էր կայացրել։ Ժամանակն է, որ Վարդանն իմանա ճշմարտությունը։ Սոնան վախեցած նայեց նրան։ Ոչ, Կարեն, չի կարելի, դու չես հասկանում, դա նրան կսպանի։ Բայց Կարենը վճռական էր։ Այս սուտը մեզ բոլորիս է սպանում, նա պետք է իմանա։ Ձեր կարծիքով կան գաղտնիքներ, որոնք պետք է ընդմիշտ թաղված մնան։ Նրանք միասին մտան Վարդանի սենյակ։ Վարդանը նստած էր մահճակալին շրջապատված պատերազմի նկարներով։ Որդիս, մենք քեզ բան ունենք ասելու։ Վարդանը հոգնած նայեց նրանց։ Ես ոչինչ լսել չեմ ուզում։ Կարենը նստեց նրա կողքին։ Դու պետք է լսես, որդիս, սա մեր ընտանիքի մասին է, մեր անցյալի մասին է։ Սոնան դողացող ձայնով սկսեց պատմել։ Դու փոքր էիր, չես հիշում, Սումգայիթ էր, 90 թվականը։ Վարդանի դեմքը փոխվեց, նա լարվեց։ Մենք այնտեղ էինք ապրում, խառնակ ժամանակներ էին։ Մի գիշեր ամբոխը մտավ մեր բակ, նրանք ջարդում էին հայերի տները։ Սոնայի ձայնը կոտրվեց, նա չկարողացավ շարունակել։ Կարենը շարունակեց նրա փոխարեն հայացքը որդուն։ Մեր հարևանը մեզ փրկեց, նա մեզ տարավ իր նկուղ, նա 3 օր մեզ թաքցրեց, իր կյանքը վտանգի ենթարկեց, նա մեզ կերակրում էր, ջուր էր տալիս, հետո մեզ օգնեց փախչել։ Վարդանը շփոթված նայում էր ծնողներին։ Ինչ կապ ունի այս ամենը, ինչի մասին եք խոսում։ Կարենը նայեց որդու աչքերի մեջ, նրա հայացքը խորն էր ու ցավոտ։ Այդ մարդը, մեր հարևանը, նա մի պահ լռեց, հետո ասաց այն խոսքերը, որոնք պայթյունի պես հնչեցին սենյակում։ Նա ադրբեջանցի էր, որդիս։ Սենյակում խորը խլացնող լռություն տիրեց։ Վարդանի աշխարհը շուռ եկավ։ Նրա ատենությունը, նրա ցավը, նրա ամբողջ կյանքը հիմնված էր մի ճշմարտության վրա, որը հիմա փշուր էր լինում։ Սա ընտանեկան գաղտնիքն էր, որը փոխեց ամեն ինչ։ Իսկ ինչ կզգայիք դուք, եթե իմանայիք, որ ձեր կյանքը սուտ է եղել։ Վարդանը երկար ժամանակ լուռ էր։ Նա նստած էր անշարժ, կարծես քարացել էր։ Նրա աչքերը դատարկ էին, հայացքը հառած անորոշությանը։ Նա չէր կարողանում հավատալ լսածին։
ամբողջ կյանքում սնուցած ատելությունը, իր ընկերոջ մահվան ցավը, իր ազգի վիշտը, այս ամենը հիմա խառնվել էր մի անհավանական պատմության հետ։ Սուտ է։ Նա հազիվ լսելի շշնջաց. «Դուք ստում եք, որպեսզի պաշտպանեք նրան, որպեսզի արդարացնեք Արմինեին»։ Սոնան սկսեց լաց լինել։ «Ոչ ջիգյարս, դա ճիշտ է, ամեն բառը ճիշտ է։ Իսկ դուք կհավատայիք ձեր ծնողներին նման իրավիճակում»։ Կարենը վեր կացավ։ Նա մոտեցավ հին պահարանին, որտեղ պահվում էին ընտանեկան մասունքները։ Այնտեղից նա հանեց փոքրիկ փայտե տուփ։ Տուփի մեջ հին դեղնած լուսանկարներ կային։ Նա մի նկար տվեց Վարդանին։ Նկարում երկու երիտասարդ ընտանիք էր։ Մի կողմում կանգնած էին երիտասարդ Կարենն ու Սոնան, իսկ մյուս կողմում մի անծանոթ տղամարդ եւ կին։ Նրանք միասին կանգնած էին բակում եւ բոլորը ժպտում էին։ «Սա Ռաֆիկն է, մեր հարևանը, իր կնոջ հետ»։ Կարենի ձայնը հանգիստ էր։ Վարդանը նայում էր նկարին, նրա ձեռքերը դողում էին, նրա ատելությունը հիմք չուներ, նրա ցավը կառուցված էր կիսած ճշմարտության վրա։ Նա իրեն դավաճանված զգաց, ոչ թե քրոջ, այլ իր իսկ ծնողների, իր իսկ անցյալի կողմից։ Նա վեր կացավ եւ առանց մի բառ ասելու դուրս եկավ սենյակից։ Նա գնաց դեպի բակ, որտեղ կարող էր մենակ մնալ եւ մտածել։ Նրա աշխարհը փլուզվել էր, եւ նա պետք է հասկանար ինչպես հավաքել բեկորները։ Իսկ ինչպես է հնարավոր վերակառուցել կյանքը, երբ հիմքերն են սուտ եղել։ Արմինեն, որը լսել էր ամբողջ խոսակցությունը դռան հետևից, մտավ սենյակ։ Նրա աչքերում այլևս վախ չկար, կար ցավ, բայց նաև հույս։ Նա մոտեցավ ծնողներին եւ ամուր գրկեց նրանց։ «Շնորհակալ եմ», նա շշնջաց։ Այդ պահին ընտանիքում ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Կարենն ու Սոնան դարձան իրենց դստեր դաշնակիցները։ Հիմա հակամարտությունը տեղափոխվել էր Վարդանին ներսը։ Նա պայքարում էր ոչ թե քրոջ սիրո դեմ, այլ իր հիշողությունների, իր համոզմունքների եւ իր ընտանիքի թաքցրած պատմության դեմ։ Սա նրա անձնական պատերազմն էր, եւ դեռ հայտնի չէր, թե ով կհաղթի։ 2 օր անցավ լռության եւ լարվածության մեջ։ Վարդանը փակվել էր իր մեջ, խուսափելով բոլորից։ Արմինեն հասկացավ, որ այլևս սпасել չի կարելի։ Նա որոշում կայացրեց։ Նա գործելու է ոչ թե զգացմունքներով, այլ հայկական սկզբունքներով։ Նա չի փախչելու խնդրից, նա դիմավորելու է այն դեմ առ դեմ։ Նա զանգեց Անարին։ «Արի Երևան»։ Նրա ձայնը հաստատուն էր։ Անարը զարմացավ։ «Բայց քո եղբայրը, նա ինձ կսպանի»։ «Արի, ես քեզ սպասում եմ»։ Արմինեն կրկնեց եւ անջատեց հեռախոսը։ «Իսկ դուք կհամարձակվեիք նման քայլի դիմել»։ Նա իր որոշման մասին ասաց հորը։ Կարենը երկար նայեց դստեր աչքերին, հետո գլխով արեց։ «Թող գա, նա մեր հյուրը կլինի»։ Հյուրին հարգելը հայի օրենքն է, նույնիսկ եթե այդ հյուրը քո թշնամին է։ Վարդանը, որը պատահաբար լսեց այս խոսակցությունը, զայրույթից գունատվեց։ Նա իմացավ Անարի թռիչքի օրն ու ժամը։ Նա որոշեց գնալ օդանավակայան։ Նա պետք է դիմավորեր հյուրին իր ձևով։ Կարենը հասկացավ որդու մտադրությունը։ «Ես քեզ հետ կգամ», նա ասաց հանգիստ, բայց վճռական։ Վարդանը չառարկեց։ Նրանք միասին գնացին Զվարթնոց օդանավակայան։ Սա ընտանեկան իշխանությունների հետ անմիջական բախում էր։ Անարը դուրս եկավ ժամանման սրահից։ Նա միանգամից տեսավ Վարդանին։ Վարդանի հայացքը սառույց էր կտրում։ Նա մոտեցավ Անարին, բռունցքները սեղմած։ Կարենը կանգնեց նրանց միջև։ «Բավական է, որդիս»։ Նրա ձայնը հեղինակավոր էր։ Վարդանը նայեց Անարին։ «Դու այստեղ անելիք չունես, հետ գնա»։ Անարը հանգիստ նայեց նրան։ «Ես եկել եմ Արմինեի մոտ, ես եկել եմ հարգանքով»։ Վարդանը դառը ծիծաղեց։ «Հարգանք, դուք այդ բառի իմաստը չգիտեք»։ Կարենը ձեռքը դրեց Վարդանի ուսին։ «Հիմա նա իմ դանհյուրն է, եւ դու կհարգես նրան»։ Նա դարձավ Անարին։ «Բարի գալուստ Հայաստան, տղաս»։ Այդ պահին պայքարը ընտանեկան արդարության համար էր, եւ հայրը հաղթեց այդ պայքարում, բայց սա միայն առաջին ճակատամարտն էր, իսկական պատերազմը դեռ առջևում էր։ Այդ երեկո Դավթաշենի տան հյուրասենյակում լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Անարը նստած էր բազմոցին, իր հետ բերած նվերները սեղանին դրված։ Նա եկել էր ոչ թե պահանջելու, այլ հասկանալու։ Վարդանը մտավ սենյակ։ Նա կանգնեց Անարի դիմաց։ Բոլորը սրտատրոփ սպասում էին։ Սա գագաթնակետն էր։ Անարը վեր կացավ։ Նա ձեռքը մեկնեց Վարդանին։ Վարդանը չպատասխանեց։ Նրա հայացքը քարեր էր։ Անարը ձեռքը հետ քաշեց։ «Ես հասկանում եմ քո ցավը»։ Անարը խոսեց հանգիստ, բայց հստակ։ «Ես չեմ կարող փոխել անցյալը, ոչ ոք չի կարող, բայց ես կարող եմ հարգել այն։ Ես կարող եմ հարգել քո ընկերոջ հիշատակը»։ Նա շարունակեց. «Ես սիրում եմ քո քրոջը, եւ ես հարգում եմ նրա ընտանիքը, նրա ազգը, նրա ցավը»։
Վարդանը երկար նայեց նրա աչքերին։ Նա փնտրում էր սուտ, կեղծիք, թուլություն, բայց նա տեսնում էր միայն անկեղծություն և ուժ։ Իսկ դուք կհավատայիք նրա խոսքերին։ Վարդանը ոչինչ չասաց։ Նա շրջվեց և դուրս եկավ բակ։ Նա չընդունեց նրան, բայց նաև չմերժեց։ Սա հայկական բանաձևն էր, ոչ լրիվ ներում, այլ լուռ հաշտություն, ճանապարհ դեպի փոխըմբռնում։ Մի քանի ամիս անց Արմինեն ու Անարը ամուսնացան, փոքրիկ հարսանիք էր Թբիլիսիում։ Վարդանը հարսանիքին չգնաց, բայց նա քրոջը մի նվեր ուղարկեց՝ հին, արծաթե խաչ, որը պատկանել էր իրենց տատիկին։ Դա նրա օրհնությունն էր։ Ընտանիքը նոր հասկացողության եկավ։ Սերը չի ջնջում ցավը, բայց այն կարող է կամուրջ դառնալ ատելության անդունդի վրայով։ Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ ամենախոր վերքերը կարող են սպիանալ։ Ոչ թե մոռացվել, այլ սպիանալ։ Այս պատմությունը ավարտվեց, բայց կյանքը շարունակվում է։ Իսկ դուք ինչ կանեիք։ Կիսվեք, թե ինչպես կվարվեիք ձեր հայկական ընտանիքում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մենք կարդում ենք բոլորին։